21-րդ դարում, երբ սպորտը վերածվել է խոշոր բիզնեսի եւ դրանով հնարավոր է մեծ շահույթներ ունենալ, մեդալի մի կողմում ակումբներ ու մարզաձևեր են, որոնք կոմերցիոն բնույթ են կրում եւ իսկապես հարուստ են, մյուս կողմում պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող փոքրիկ մարզադպրոցներ են կամ ֆեդերացիաներ, որոնք չեն կարողանում եկամուտ ստանալ եւ պարզապես գոյատևում են այն ֆինանսական միջոցներով, որոնք իրենց հատկացնում է պետությունը։ Այդ մարզաձևերից մեկը Հայաստանում աթլետիկան է, որն ամբողջ աշխարհում բավականին ճանաչված եւ սիրված մարզաձև է։ Աթլետիկան այնքան սիրված է ամբողջ աշխարհում եւ այնքան մեծ է դրա դերը ցանկացած մարզաձևի համար, որ ստացել է սպորտի թագուհի շրջասությունը, որովհետեւ ցանկացած մարզաձևով զբաղվելու եւ հաջողելու համար առաջին հերթին հարկավոր է, որպեսզի մարզիկները տիրապետեն աթլետիկական որոշակի գիտելիքների եւ նախ եւ առաջ զբաղվեն աթլետիկայով, կոփվելու ու ամրանալու համար։ Հայաստանում աթլետիկայով զբաղվելը անվճար է, բայց այդ մարզաձևի մասին մեր երկրում շատ քիչ մարդ գիտի։ Այդ մարզաձևը մեր երկրում շատ քիչ մարդ է սիրում, որովհետև այս ոլորտում չեն իրականացվում մարքեթինգային եւ PR գործունեություններ։ Այսօր ցանկանում եմ խոսել Հայաստանում աթլետիկայի ոլորտում մարքեթինգի կիրառման անհրաժեշտության մասին։ Հայաստանի տարբեր մարզերում եւ Երևան քաղաքում գործում է աթլետիկայի մոտավորապես 7 մարզադպրոց։ Դրանք բոլորը պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, դրանցից մեկը Երևանի Օլիմպիական մարզադպրոցը աթլետիկայի ենթարկվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Մնացած բոլորը հիմնականում կամ համայնքապետարանների ենթակայությամբ են, կամ երբ դեռևս կար Սպարտակ մարզադպրոցը, ենթարկվում էր Հայաստան մարզական ՀԿ-ին։ Սակայն այսօր Հայաստանը ցավոք սրտի դարձել է աշխարհում երևի թե միակ երկիրը, որի մայրաքաղաքում չկա աթլետիկական ենթակառուցվածք։ Այն բանից հետո, երբ Սպարտակը փակվեց, եւ միայն մի քանի մարզերում, մի քանի ոչ այնքան իդեալական վիճակում գտնվող ենթակառուցվածքների հաշվին մարզաձևը շարունակում է զարգանալ։ ԽՍՀՄ տարիների լավագույն ավանդույթները այսօր արդեն կամաց-կամաց մարում են, որովհետև չի կարող իներցիայով մարզաձևը շարունակել զարգանալ, եթե դրա համար չեն արվում որոշակի ներդրումներ եւ քայլեր, որպեսզի պայմաններ բարելավվեն։ Ես մի քանի անգամ փորձել եմ ուսումնասիրել ոլորտը եւ ոլորտի խնդիրները եւ յուրաքանչյուր անգամ հասկացել եմ, որ այստեղ հնարավոր էր ինչ-որ բան բարելավել, եթե իրականացվեր ֆեդերացիայի կողմից գոնե մարքեթինգային ինչ-որ գործունեություն։ Ցավոք, այդ ամենը տեղի չի ունենում, ավելին կան իրավիճակներ, որոնք բերում են աթլետիկայի եւ ներքին PR-ի եւ արտաքին PR-ի վնասման։ 2024 թվականին ինձ համար հետաքրքիր բացահայտում էր այն, որ աթլետիկան, որը Հայաստանում այդքան էլ մրցունակ մարզաձև չէ, փաստորեն պետական մակարդակով համարվում է հեռանկարային մարզաձև, դա իրենից ենթադրում է, որ բացի տարեկան հասանելիք ֆինանսական միջոցները, որ բոլոր ֆեդերացիաները ստանում են պետությունից, նաև որոշակի լրացուցիչ ֆինանսական միջոցներ են նրանց հատկացվում, կոնկրետ 2024-ին հատկացվելու են 2025 թվականի ընթացքում աթլետների տարբեր միջոցառումների, մրցումների մասնակցությունը պատշաճ կազմակերպելու եւ նախապատրաստելու, մարզական հավաքներ անելու եւ այլնի համար։ Բայց Հայաստանում աթլետիկայի մարզական հավաքներ իրականացնել ըստ էության հնարավոր չէ, որովհետեւ մենք չունենք ենթակառուցվածքներ, չունենք այնպիսի համալիր ենթակառուցվածք, որտեղ կարող է օրինակ աթլետիկայի հավաքականը հավաքվել եւ գլխավոր մարզչի ղեկավարությամբ կոմպլեքս ինչ-որ նախապատրաստական աշխատանք անցնել։ Ժամանակ առ ժամանակ եղել են դեպքեր, երբ հավաքականի կամ աթլետիկայի որոշ ներկայացուցիչներ մեկնել են արտերկիր, Վրաստան կամ նույնիսկ մի քանի անգամ ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Ֆրանսիա, ինչ-որ հավաքների նախապատրաստությունների, բայց երբ ամբողջ տարվա ընթացքում աթլետները չունեն մարզումային բավարար պայմաններ, բնական է, որ ընդամենը 1 կամ 2 շաբաթյա հավաքները չեն կարող հասցնել իրենց այն մարզավիճակին, որ մրցաշարերում ինչ-որ խոշոր արդյունքներ ունենան։ Ամեն դեպքում մի քանի անհատ աթլետներ կան, որոնք իրենց կերպարով կարողանում են դեռևս ուշադրություն պահել մարզաձևի վրա։ Նրանք նաև ինչ-որ առումով հետաքրքիր մեդիա կերպարներ են, ինչը նպաստում է որոշակի լուսաբանումների ժամանակ առ ժամանակ։ Բայց եթե մենք մոնիտորինգ ենք իրականացնում ԶԼՄ-ներում, հասկանում ենք, որ թեև ամբողջ աշխարհում է ֆուտբոլը ամենալուսաբանված մարզաձևը, բայց կան էլի մարզաձևեր, որոնք ոչ պակաս ուշադրության են արժանանում եւ անընդհատ ամենատարբեր ինֆոառիթները վերածվում
զբաղվում են կայքերում հրապարակումների։ Ատլետիկայի պարագայում, օրինակ Հայաստանի երբեմնի լավագույն կայքերից մեկում 2025 թվականի ընթացքում ընդամենը 2 հրապարակում եմ գտել։ Հեռուստատեսությամբ եւս լուսաբանումները այդքան էլ շատ չեն։ Հիմա արդեն ունենք մի քանի մարզական ոդքասթեր, որոնց մարզաձևի ներկայացուցիչները այդքան էլ հաճախ չեն հրավիրվում, որովհետև հասկանալի է։ Մարդիկ ցանկանում են լսել հաղթողների։ Իսկ երբ ատլետիկայի ոլորտում չկան լավ պայմաններ, քիչ են նաև հաղթանակները։ Հայաստանում կա մի կարծրատիպ, առհասարակ սպորտի հետ կապված կարծրատիպեր ամբողջ աշխարհում կան։ Օրինակ, տարիներ շարունակ մարդիկ մտածել են, որ թենիսը սևամորթների մարզաձև չէ, բայց մեր հարսը Սերենա Ուիլյամսը վատ չէր զբաղվում թենիսով եւ սևամորթ է, քույրը եւս։ Հայաստանում կարծրատիպերը Եթե նայենք գենդերային, ապա այն էր, որ աղջիկները չպիտի զբաղվեն ֆուտբոլով կամ աղջիկը ուր ծանրամարտը ուր, աղջիկը ուր ըմբշամարտը ուր, այս տեսակ գենդերային ինչ-որ կարծրատիպեր, որոնք ժամանակի ընթացքում բարեբախտաբար նվազել են բավականին, մի դեռևս պայքարող կարծրատիպ է այն, որ սպորտով զբաղվողները խելացի մարդիկ չեն։ Այսինքն քիչ գիտելիքներ ունեն, կրթված չեն։ Ատլետիկայի ոլորտում իրականում կան մարզիկներ, ովքեր ունեն ոչ սպորտային, բավականին լավ կրթություն։ Բայց քանի որ այս ոլորտը ձեռքբերումների առումով աղքատիկ է, դուրս են մնում նաև ուշադրությունից այն մարզիկները, ովքեր օրինակ ունեն մարքեթինգի կրթություն, մարքետոլոգ են մասնագիտությամբ։ Կամ օրինակ զբաղվում են ինչ-որ հետաքրքիր ատլետիկայից դուրս հոբիով, գործով, եթե ոլորտում ներդրումները շատ լինեին, հետևաբար շատ էին լինելու նաև ձեռքբերումները, սա բերելու էր լուսաբանվածության մեծ ծավալի, լուսաբանվածության մեծ ծավալը բերելու էր հովանավորչությունների եւ ներդրումների։ Այսինքն հանգում ենք մի փակ շղթայի, որտեղ միայն խնդիրներ են եւ լուծումները ըստ էության դժվար է գտնել, ցավոք։ Մարքեթինգը եւ PR-ը առանց իրար չեն կարողանալու ինչ-որ հաջողության հասնել ոլորտում, այսինքն հնարավոր չի լինելու իրականացնել մի բանի PR-ը, որը օրինակ, ինչպես արդեն նշեցի, Երևանում չունի մարզադաշտ, մանեժ։ Եվ եթե նույնիսկ իրականացնենք էլ այդ PR-ը ինչ-որ կերպ, մարդիկ որոշեն իրենց երեխային տանել ատլետիկայի, կամ օրինակ մի գործարար որոշի ներդրում անել ատլետիկայի մեջ, գնալու է եւ հասկանա, որ տեղ չկա։ Օրինակ, մրցաշարերը կազմակերպվում են ոչ այնքան լավ պայմաններում, ընդամենը 2 տարի է, որ կա Արտաշատի ատլետիկական ստադիոնը, բավականին գեղեցիկ վազքուղիով եւ բավականին գեղեցիկ տեսարանով, բայց միակ մարքեթինգին հարող գործընթացը, որ այդ ստադիոնի հետ կապված վերջերս տեսա, Gold's Gym-ի գովազդներ, այսինքն ֆիթնես ակումբների ցանցը գովազդ էր նկարել ատլետիկական ստադիոնում։ Եվ սա այն դեպքում, որ ատլետիկան նեղ իմաստով ոչ ուղղակի, բայց մրցակից է ցանկացած ֆիթնես ակումբի։ Ինչու՞, որովհետև Հայաստանում ատլետիկայով զբաղվելը անվճար է եւ ատլետիկական բազմաթիվ մարզաձևեր յուրաքանչյուր մարդու զբաղվելու համար հասանելի են, հեշտ տրվող են ու դրանք շատ են նպաստում մարդու առողջության բարելավմանը։ Նաև ֆիզիկական կոփվածության բարելավմանը։ Հետևաբար կարող ենք ասել, որ եթե ատլետիկայի ֆեդերացիան իսկապես լավ աշխատանք իրականացներ, կարող էր իր մարզաձևը դարձնել Հայաստանում ամենապահանջվածներից մեկը։ Ֆուտբոլը այսօր մեր երկրում պահանջված է, ինչ որ առումով նաև 2010-11 թվականներին Հայաստանի հավաքականի մեծ հաջողություններով, որոնք իհարկե վերջնական հաջողությամբ չպսակվեցին, եւ Հենրիխ Մխիթարյանի հրաշալի կարիերայով, բայց ատլետիկան եւս կարող էր պրոպագանդվել ու դառնալ նույնքան պահանջված, նույնքան սիրված։ Եվս մի կարծրատիպ, որին ատլետիկան բախվում է, հենց այս հանգամանքն է, որ դրանով զբաղվելն անվճար է, որովհետև մարդիկ մտածում են, եթե ձրի է, ուրեմն աղքատների համար է կամ ֆինանսական ոչ բարվոք վիճակում գտնվողների, մինչդեռ բոլորովին պարտադիր չի, ատլետիկան առհասարակ բոլորի համար է եւ հետաքրքիր է, որ իրականում բոլորս էլ մեր կյանքում ատլետիկայով ոչ գիտակցված զբաղվում ենք, ուշանալիս վազում ենք, դա ատլետիկա է, արագ քայլքը ատլետիկա է, ինչ որ նետումները ատլետիկա են, պարզապես տեխնիկաներին չենք տիրապետում։ Ատլետիկայի ֆեդերացիան ներկայացնում է, որ ունի ֆինանսական միջոցներ, մարքեթինգային գործունեություն
եւ PR գործունեություն իրականացնելու համար, որովհետեւ իրենք հասարակական կազմակերպություն են եւ ղեկավարվում են հասարակական կազմակերպությունների մասին օրենքով։ Եվս մեկ բացասական բան, որ Ատլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչները ատլետիկայով զբաղվողներին չեն համարում պրոֆեսիոնալ մարզիկներ։ Սա նշանակում է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են ատլետիկայով 7 տարեկանից սկսած մինչև կարող են զբաղվել 30-35 տարեկանը, երբևէ աշխատավարձ չեն ստանում ֆեդերացիայից։ Այսինքն միակ ակնկալիքը, որ կարող է ատլետը ֆինանսական ինչ-որ եկամուտներ ունենալ, խոշոր մրցաշարերում հաղթանակն է, որի համար պետությունը կհատկացնի սպորտային թոշակ, օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է, որի համար եւս սպորտային թոշակ է նախատեսվում 1 միլիոնից մի փոքր ավելի դրամ, արդեն մի քանի տարի, բայց երբ չկան մարզումային պայմաններ, բնական է, որ այդքան էլ հավանական չէ խոշոր հաղթանակներ ունենալը, որոնք կապահովեն այնքան ֆինանսական հատկացումներ մարզիկին, որ ինքը կկարողանա ուղղակի կենտրոնանալ իր մարզումների վրա եւ լավ մարզվել, շարունակել լինել լավ մարզիկ։ Այս առումով մեծ բաց է, որը պետք է փորձել ինչ-որ կերպ լրացնել։ Ատլետները ի տարբերություն շատ այլ մարզիկների երևի մեկ էլ իրենց հավասար են ֆուտբոլիստները իրենց կերպարով։ Ամենահարմար կերպարներն են, որոնց կարելի է դարձնել բրենդ եւ բիզնեսների դեմք։ Ատլետներին կարելի է ճակերտավոր ասած օգտագործել եւ նորաձևության ներկայացումների մեջ, այսինքն տղամարդկանց համար ստեղծված հագուստի շնորհանդեսների, ինչ-որ ցուցադրությունների եւ սպորտային հագուստների պրեզենտացիաների առհասարակ։ Սա բերելու է եւ ֆեդերացիաներին եւ անհատ ատլետներին որոշակի ֆինանսական եկամուտներ, բայց քանի որ գործընթացներ չեն իրականացվում, հետեւաբար նաեւ այս դաշտը մնում է բաց կամ կարող է ինչ-որ մեկը իր անձնական կապերի միջոցով որևէ բանի հասնել։ Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել հետևյալը, որ նույնիսկ ատլետներն իրենք Հայաստանում, եթե անգամ հարազատներին խորհուրդ տան ատլետիկայով զբաղվել, ապա դա անելու են բացառապես միայն որպես իրենց մարզաձևի ֆանատ, այլ պարագայում խորհուրդ չեն տա։ Սա ըստ էության ներքին PR-ի խնդիր է, որովհետև ատլետները հասկանում են, թե ինչքան շատ են խնդիրներն իրենց մարզաձևում եւ իրենց ֆեդերացիայում, որ չեն ցանկանում մեկ ուրիշին եւս համոզել պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ատլետիկայով։ Երբ խոսում ես այդ ոլորտում հովանավորության մասին, հասկանում ես, որ ֆեդերացիան նույնիսկ չի կարևորում, թե ով կհովանավորի իրենց, մինչդեռ իրականում հասկանում ենք բոլորս էլ, որ սպորտային բրենդի, ատլետիկան իհարկե դեռևս բրենդ չի դարձել Հայաստանում, այդ ուղղությամբ եւս պետք է աշխատել, բայց սպորտային բրենդի հովանավոր չի կարող դառնալ օրինակ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունը, որովհետև այստեղ շատ լուրջ գաղափարային հակասություն կա սպորտն առողջության մասին, իսկ ալկոհոլը վնասում է առողջությանը։ Ատլետիկայի ֆեդերացիան պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ, ով ուղղակի ֆինանսական ներդրումներ կանի, իսկ իրենց մարզաձևն այսօր այն վիճակում է, որ որևէ ներդրող չպիտի այդ ներդրումներն անի ակնկալելով շահույթ, դա միայն լինելու է բարեգործություն, իսկ բարեգործությունը չի կարող մեծ հաջողությունների բերել ու ինչ-որ խնդիրներ երկարաժամկետում լուծել։ Սրա համար անհրաժեշտ է սկսել մի քանի մարքեթինգային գործընթացներ, դրանցից առաջինը մարզաձևի պրոպագանդան եւ ներքին ու արտաքին PR-ների ուղղությամբ աշխատանքն է։ Քանի որ շատ են սիրում կրկնել, որ հասարակական կազմակերպություն են եւ չեն կարող աշխատակիցներ ընդունել, բացի այնքանից, որքանը որ պետական մակարդակով թույլատրվում է ունենալ եւ որքանին կարող են վարձատրել, ուրեմն կարելի է սկսել համագործակցություններ մասնագիտական բուհերի հետ եւ դա կլինի փոխշահավետ գործընթաց մարքեթինգային լեզվով ասած բարտեր, ֆեդերացիան կարող է պրակտիկայի հնարավորություն տալ օրինակ լրագրության ֆակուլտետում սովորողներին կամ հենց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում սպորտային լրագրության ֆակուլտետի ուսանողներին, որպեսզի իրենք պրակտիկան ձեռք բերեն, ճակերտավոր ասած, աշխատելով ատլետիկայի ֆեդերացիայի համար։ Նույնը կարելի է անել նաև սպորտային մենեջմենթի ֆակուլտետի ուսանողների հետ եւ այդ կերպ նրանց հնարավորություն տալ դրսևորվելու, փորձ կուտակելու ու ինչ-որ առումով օգուտ բերելու ֆեդերացիային։ Ինչպես ես իմ խոսքում արդեն նշեցի, ատլետիկան բազմաթիվ մարզաձևերի հիմքն է, առաջին հերթին նաև ֆուտբոլի, որովհետեւ գիտեք, որ այդ հումորը 22 ֆուտբոլիստ վազում են մի գնդակի հետևից, վազում են,
աթլետիկա է վազքը, իսկ օրինակ Հայաստանում շատ ֆուտբոլիստներ բավականին թույլ են վազքից, ինչը խանգարում է ավելի լավ ֆուտբոլ խաղալուն, եւ աթլետիկայի ֆեդերացիան կարող էր համագործակցություն սկսել հենց նույն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Սրանով իհարկե կարող էին որոշակի ֆինանսական խնդիրներ լուծվել, որովհետեւ դա իհարկե չէր արվելու առանց ֆինանսական ինչ-որ փոխհատուցումների։ Այս կերպ աշխատանքի հնարավորություն կունենային օրինակ վազքային մրցաձևերի մարզիկները կամ մարզիչները, ինչը հավելյալ մոտիվացիա էր լինելու իրենց համար, որովհետև գոնե մարզումներից ու աթլետիկայից դուրս խնդիր չէին ունենալու մտածելու որևէ կենցաղային հոգս հոգալու մասին, ինչը այսօր Հայաստանում մի քանի մարզաձևերում, այդ թվում նաև աթլետիկայի պարագայում ակտուալ է ցավոք։ Հայաստանում իրականացվում են վազքային մարաթոններ, որոնցից որևէ մեկի հետ կապ չունի աթլետիկայի ֆեդերացիան, այդ թվում նաև մինչև անցած տարի խճուղավազքներ վարչապետի գավաթ մրցաշարի շրջանակում, որի համար բավականին շատ դրամական բյուջե կար, մրցանակային ֆոնդ, եւ պրոֆեսիոնալ աթլետներ կային, ովքեր շահագրգռված էին մասնակցելու այդ մրցաշարին, որպեսզի հաղթեին ու արժանանային մրցանակային ֆոնդերի։ Սա եւս ըստ էության աթլետիկայի ֆեդերացիայի համար ներքին ու արտաքին ինչու՞ չէ PR-ի խնդիր է, որովհետև հասարակությունն էլ իմանում է, որ այս ֆեդերացիան լրջագույն խնդիրների մեջ է։ Եվս մի համագործակցություն, որ կարող էր եկամտաբեր լինել ֆեդերացիայի համար, բայց ելի չի իրականացվում, համագործակցությունը սպորտի ոլորտը համակարգող նախարարությունից բացի այլ գերատեսչությունների հետ, այդ թվում առողջապահության նախարարության եւ պաշտպանության նախարարության հետ, քանի որ 18 տարեկանում զորակոչվող տղաները բանակում խնդիր ունեն ֆիզիկական կոփվածության, աթլետիկայի ֆեդերացիան այդ առումով կարող էր համագործակցել պաշտպանության նախարարության հետ եւ ֆիզպատրաստվածության որոշակի ծառայություններ մատուցել կամ նախազորակոչային տարիքում գտնվող տղաների կամ արդեն զորակոչային տարիքում գտնվող տղաների համար։ Սրանք մտքեր են, որոնք ըստ էության հուշումներ են նաեւ ֆեդերացիային, ցավոք ես չգիտեմ դրանից օգտվող լինելու է առաջիկայում թե ոչ, բայց մեծ հույս ունեմ, որովհետև մինչ մենք ցանկանում ենք պրոպագանդել առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական կուլտուրայով զբաղվելը եւ կենտրոնացած ենք միայն ինչ-որ մակերեսային հարցեր լուծելու վրա, մոռանում ենք բավականին խորքային խնդիրներ, որոնք ինչ-որ մի օր գուցեև եթե թեկուզ վաղվանից չսկսվեն այդ խնդիրների լուծումները, բերելու է մի ամբողջ մրցաձևի, մարզաձևի ըստ էության վերացմանը։ Իհարկե հուսով եմ այդպիսի բան աթլետիկային չի սպառնում եւ կկարողանան հայտնվել մարդիկ, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան լուծել այդ խնդիրները, կկարողանան գտնել լուծման ուղիներ, բայց առաջին քայլը, որ պետք է իրականացնել այս ոլորտում, PR-ն է։ Այսինքն նույնիսկ մարքեթինգին պետք չի միանգամից անցնել, այլ պետք է իրականացնել PR։ Ունենք վազորդ, ով իհարկե շատ մեծ արդյունքների չի հասնում միջազգային մրցույթներում, բայց յուրաքանչյուր մրցույթի կամ առնվազն 1 կամ 2 մրցույթներում վերջին 2 տարվա մեջ նա Հայաստանի ռեկորդներ է սահմանել, այսինքն վազքատարածությունը անցել է այնքան ժամանակում, ինչը մինչ այժմ Հայաստանից որևէ մեկին չէր հաջողվել։ Այո, ցավոք դա այդ մրցույթի ժամանակ այնքան էլ լավ տեղ չի եղել, օրինակ ասենք 28-րդ հորիզոնական կամ լավագույն դեպքում բրոնզե մեդալ, իհարկե նաև ոսկե մեդալ էլ է ունեցել այդ մարզիկը, որի մասին խոսում եմ, բայց հենց միայն Հայաստանի ռեկորդ սահմանելը արդեն ինֆո առիթ էր, որը կարելի էր օգտագործել եւ անընդհատ խոսել դրա մասին, պատմել նախորդ մարզիկների մասին, ովքեր ինչ-որ ժամանակահատվածում տարածություն էին հաղթահարել եւ այլն։ 1995 թվականից հետո, երբ Օլիմպիական խաղերում հայ եռացատկորդը 5-րդ տեղ էր գրավել եւ 17 մետր քանի սանտիմետր ցատկել, հուսով եմ այս տեղեկությունը սխալ չեմ ասում, կճշտենք անպայման։ Դրանից հետո մենք այդ պիսի ինչ-որ շատ լավ արդյունքներ եռացատկում չենք ունեցել, բայց ունենք եռացատկի շատ լավ դպրոց Կապանում, այսինքն այնտեղ ավանդույթները շարունակվում են ու դեռևս ֆանատիզմի շնորհիվ հաջողություններ որոշակի լինում են, բայց անգամ այդ մասին էլի չի պրոպագանդվում։ Ցավոք սրտի ամեն ինչ սկսվում է ֆեդերացիայից, որովհետև ոչ մի լրատվամիջոց սպորտի միջոցով մարքեթինգ իրականացնելու կարիք ունեցող կամ սպորտի միջոցով մարքեթինգ իրականացնելու դրական կողմերը հասկացող որևէ բրենդ երբևէ չի մտածելու այդ ամենը անել աթլետիկայի միջոցով, որովհետև իրականում իրենց ուղղված համագործակցության քայլ աթլետիկայի ֆեդերացիայի կողմից չկա։ Աթլետիկայի ֆեդերացիային առաջին հերթին անհրաժեշտ է մարքեթինգի եւ PR-ի բաժին, որը ստեղծելու միտումներ առայժմ չեն նկատվում, բայց այդ մարդիկ պիտի հասկանան, որ այնտեղ աշխատանքը սկսելով իրենք պիտի կարողանան հասկանալ
Եվ պետական մոտեցումները եւ պետական օրենքները, այդ թվում նաեւ ֆիզիկական կուլտուրայի մասին Հայաստանի օրենքը, հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենքը եւ նաեւ ընդհանուր ոլորտը ու նաեւ մարքեթինգային բազմաթիվ գործիքներից բացի տիրապետեն ժամանակակից գործիքներին, հատկապես նեյրոմարքեթինգին, որովհետեւ մեր հասարակությունը, որը կարծրատիպային է եւ որը մշտապես մտածում է, որ սպորտով զբաղվել պետք է պարզապես միայն շատ արագ հարստանալու համար, հետևաբար գնալ ֆուտբոլի կամ գնալ ըմբշամարտի կամ ծանրամարտի, որպեսզի արագ բարձրացնես, արագ մեդալը ունենաս եւ գումար ստանաս կամ ինչ-որ պարգևներ հաոկից եւ այլ կառույցներից, ապա աթլետիկայի պարագայում պետք է բազմաթիվ կարծրատիպեր կոտրել եւ աթլետիկայի պարագայում պետք է դռները կոտրել նաեւ համոզելու, որ երեխաներին տանեն աթլետիկայի, այսինքն առաջին թիրախային լսարանը, որի ուղղությամբ պետք է աշխատել ծնողներն են լինելու, պետությունը նաեւ երկրպագուները, իսկ աթլետիկայի մրցումներին, որքան էլ Արտաշատի մարզադաշտը գեղեցիկ է, դեռևս բարեկարգ ու շատ սիրուն տեսարան ունի, ներկա են լինում ոչ թե բազմաթիվ երկրպագուներ, այլ ներկա են լինում միայն այդ մրցումներին մասնակցող աթլետների հարազատներն ու ընկերները։ Իսկ աթլետիկական մրցումների մասին հայտարարում է ոչ թե աթլետիկայի ֆեդերացիան, այլ օրինակ Արտաշատ քաղաքում անցկացվող մրցման մասին հայտարարում է Արտաշատի համայնքապետարանը, ինչը իրականում եթե ավելի խիստ բառեր չասեմ, ապա գոնե մեղմը սխալ է։